Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ձեզ տալիս ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն հարգարժան տիկնոկ եւ պարոնայք, խոսենք մի շարք իրադարձությունների մասին ըստ էության։ Երեկ Գյումրիում եւ Փառաքարում համայնքներում առաջիկա ընտրությունների համատեքստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այսպես կոչված ընդդիմադիրների մասին, նրանց անվանելով ուզուրպատոր, նրանց անվանելով ընտրակեղծարար, նաև նրանց մեղադրելով մի բանում, որ նրանք չեն ասում, թե ովքեր են իրենց բերել իշխանության եւ նաև ներկայացնում նրանց պլանները, հա, թե ինչի համար են նրանք եղել իշխանության, որ նույնիսկ եթե հարցը հասնի մեր պետության լուծարմանը, ֆորմալ լուծարմանը, ապա նրանք հլու հնազանդ դա կատարեն։ Փորձենք հասկանալ։ Այո, ուզուրպատորներ են։ 20 տարի Հայաստանը ունեցել է ուզուրպացված իշխանություն եւ այդ մարդիկ եղել են այդ իշխանության հենց սիմվոլները, ներկայացուցիչները եւ դա արել են ընտրակեղծարարությամբ։ Այո, փաստ է։ Այդ ամենը ասվում է 18 թվականից սկսած։ 7 տարի առաջ ասվում էր նույն բանը եւ դա ճիշտ էր։ Դա այնքան էր ճիշտ, որ դրա հետ համաձայն էին 100 հազարավոր Հայաստանի քաղաքացիներ եւ հենց դրա համար էլ տեղի ունեցավ հեղափոխություն։ Կրկնում եմ, սա փաստ է։ Հաջորդ տարին եւս ասվեց, դրան հաջորդող տարիներն էլ եւս ասվեց այս ամենը եւ ճիշտ է, այստեղ սխալ բան չկա։ Եվ սա ասվում է 7-րդ տարին հեղափոխությունից հետո։ Բայց ոչ թե սխալ է, որ սխալ է ասվում, այլ սխալ է, որ շարունակում է ասվելը, բայց սրանից ոչ մի հետևություն։ Լավ, ի վերջո այդ մարդիկ ուզուրպատորներ են, ընտրակեղծարարներ են, երկիրը ֆորմալ լուծարման տանելու պլաններով եւ հենց դրա համար էլ նրանց թույլ էր տրված լինել իշխանություն, թե այնուամենայնիվ սրանք, ինչպես դուք եք ասում, մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներն են։ Այստեղ մենք պետք է զանազանենք մեկը մյուսից, երկուսը միաժամանակ չեն կարող լինել։ Ուրեմն կամ ուզուրպատորներ են եւ ընտրակեղծարար, որոնք դավադրություն են ուղղակի պլանավորում մեր պետության դեմ, իսկ դրա հետ կապված դուք եք մեջբերում համապատասխան շրջաբերականները, համապատասխան կուսակցության ղեկավար մարմինների կողմից շրջանառվող, թե այնուամենայնիվ սովորական ընդդիմություն են նրանք։ Ռումինիան դրա այսպես օրինակը մատուցեց բոլորին, որովհետև այո, ռուսական շահերին ծառայող աղբը չի կարող ժողովրդավարության բոստանում թրև գալ եւ իր ուզածը ուտել եւ արածել, ավելի ճիշտ։ Եվ այո, այդ բոստանից պետք է դրվի դուրս, այլ ոչ թե հարկատուների հաշվին նրանց հրավիրեն այսպես կոչված դեբատների, պարզաջրեն, դնեն նույն հարթության վրա եւ անունն էլ նրանց դնեն օպոնենտ։ Նրանք օպոնենտ չեն։ Նրանք դուք ասացիք ինչ են, ընտրակեղծարարներ եւ ուզուրպատորներ։ Սա շատ կոնկրետ հանցակազմ է։ Եվ սրա նույնիսկ քաղաքական գնահատականը չեք տվել 7-րդ տարին եւ հիմա էլ այս ընտրություններին ընդառաջ, համայնքային ընտրություններին ընդառաջ
Այդպես եք ներկայացնում, կարծեք թե ձեր ընտրություններին մասնակցելու միակ պատճառը, իմաստը դա նրանց այդ ընտրությունների մասնակցելն է, որը դուք եք թողել։ Նրանք չպետք է ընդհանրապես քաղաքական գործընթացին որևէ մասնակցություն ունենան օրենքով։ Իհարկե, կարող են նաև խոսել, թե դատական իշխանությունն այն չէ, չգիտեմ, գործերը տարվում, փլվում են, դուք համապատասխան օրենսդրական աշխատանքը կատարեք, տեսնեմ ոնց է փլվում։ Ոնց է փլվում։ Չի կարող փլվել։ Որովհետև ձեր կողքի իրավաբանները բանի պետք չեն եղել մինչև հիմա, որովհետև քաղաքական կամքի առումով հա խոսքով եղել է կամքը, բայց գործում այդ կամքը երևացել է այսպես մասամբ, ասում եք գույքը, շատ լավ, այդ գույքի բռնագանձման մեխանիզմով գույքի տերը չի պատժվում է միայն գույքով, բայց նա շարունակում է մասնակցել քաղաքական գործընթացին։ Այո, ասում եք 350 միլիոն դոլարի գույք է այսօր այս ընտրության մեջ, որը ենթակա է բռնագանձման։ Շատ լավ, բայց տերերի իրավունքներն ով է սահմանափակում։ Այսինքն դուք դրա համար մի հատ էլ պետք է գնաք ընտրության, էլի թողնեք ամեն ինչը քաղաքացիների վրա։ Սա բանի պետք չի։ Սա ոնց որ թե գիտեք ինչ, այստեղ արդեն հարցեր կարող են առաջանալ։ Օրինակ, արդյոք մենք անկեղծ ենք այս ամենը բարձրաձայնելիս հիմա։ Չէ, ոչ թե որ սխալ ենք ասում, որ ուզուրպատորն ուզուրպատոր չէ։ Չէ, նման հարց չկա։ Թե ընտրակեղծարար չէ, այդտեղ էլ հարց չկա։ Թե որ նրանք ինչի համար են դարձել իշխանություն, որպեսզի ինչ անեն, այդտեղ էլ հարց չկա։ Հարցը ուրիշ տեղ, բա դուք որտեղ եք մինչև հիմա։ Մինչև հիմա նրանք ինչու են մասնակցում քաղաքական գործընթացին։ Ինչն է պակասում ձեզ հարգելի իշխանություն, որպեսզի այդ համապատասխան քայլերը իրականացնեք եւ թույլ չտաք նրանք իրենց օրակարգը բերեն մեջտեղ եւ մի բան էլ մարդկանց դնեք ընտրության առաջ, որն ընտրեն։ Այսպես չի ստացվելու։ Չի ստացվելու։ Այսպես հնարավոր չի այլևս գնալ առաջ։ Եվ ռուսական աղբի տեղը, այո, աղբանոցն է, այլ ոչ թե քաղաքականությունը, այլ ոչ թե ընտրապայքարը, ոչ թե ընտրովի մարմինները եւ ոչ թե քաղաքական դասի այդ իրենց հատկացված, չգիտեմ ինչի համար սեգմենտը։ Չի լինելու նման բան։ Այո, կրկնեմ եւս մեկ անգամ, ժողովրդավարությունը պետք է լինի բռունցքներով, որպեսզի ինքն իրեն պաշտպանի։ Ժողովրդավարություն չի նշանակում բարդակ, այն ինչ որ ձեզ մոտ է։ Երբ կարելի է ամեն ինչ, նույնիսկ այն ինչ չի կարելի։ Ինչու՞, դե որովհետև ժողովրդավարություն է։ Սա ձեր շրջանակի այսպես պատասխանն է։ Այսպես ժողովրդավարություն չի լինում։ Ժողովրդավարությունը օրենքի գերակայություն է նաև միահյուսված է մեկը մյուսին։ Այո, արդար ընտրություններ եւ օրենքի գերակայություն։ Այս մարդիկ այդ օրենքի վրայով էլ կանցնեն, մեր վրայով էլ կանցնեն, եթե թույլ տանք, իհարկե, բայց թույլ չենք տա, թող չի երազեն իրենց կարմիր դրոշներով, իրենց թմրավաճառների բանդաներով, իրենց տերորիստների բանդաներով, իրենց այդ տարբեր երկրների հատուկ ծառայությունների ֆայլաբազարով, թող չի երազեն։ Այո, պետությունը, ժողովրդավարությունը պետք է լինեն պաշտպանված։ Այո, մենք դրա հետևից ենք գալու։
լավ է լինելու։ Բարին ընդ ձեզ, կհանդիպենք։